Դիտելում է լուրերի այսօրվա թողարկումը։ Վերջերս Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը պաշտոնական այսով ժամանեց Տավուշի մարզ։ Նա հանդիպում ունեցավ Տավուշի մարզպետ Պավել Ասատրյանի հետ և որոշեցին այն խնդիրը, որ Դիլիջանից մինչև Փարիզ էլեկտրագնաց աշխատելու համար։ Երկու կողմանի համաձայնություն տվեցին։ Այժմ ուզում ենք զգուշացնել հետագա ուղևորներին, որ գնացք աշխատելու է Թուրքիայի տարածքով և պետք է զգուշանան հանկարծակի գնացքը ներխուժած մոլաներից, որոնք կարող են սյունյաց անել։ Բայց Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը խոսք է տալի, որ պետք է ոստիկանական խումբ ուղարկի ուղևորների անվտանգությունը ապահովելու համար։ Այժմ լսեք հերթական լուրը, որը ստացել ենք Մոսկվայից։ Ռուսաստանի էստրադային երգիչ Վալերի Լեոնտьևը հյուրընկալվել էր Ալլա Պուգաչովայի բնակարանը։ Հյուրասիրությունից հետո Վալերի Լեոնտьևը Ալլա Պուգաչովային առաջարկեց, որպեսզի գիշերեն մի անկողնում։ Բայց այդ միջոցին Ֆիլիպ Կիրկորովը, որը ննջում էր բազմոցին, քնքնած ձևանալով լսելով այդ զրույցը համբերությունից դուրս է գալիս և Վալերի Լեոնտьևին հրավիրում բակ հաշիվ մաքրելու։ Եվ հետագայում վեճը փոխում է դմփոցի և Ֆիլիպ Կիրկորովը վերցնում է ծաղկամանը և տալիս Վալերի Լեոնտьևի գլխին։ Վալերի Լեոնտьևին տեղափոխել են Մոսկվայի համար առաջին կլինիկական հիվանդանոցը և վերակենդանացման բաժին են տարել և կյանքին սպասում է ծանր վտանգ։ Այժմ ոստիկանական տեղեկատվում։ Վերջերս անհայտ հանցագործները մուտք են գործել Հայաստանի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանի բնակարանը։ Ինքը նախարարը տեսնելով հանցագործների ներխուժումը իսկույն վախից ուշաթափում է և ստանում է կաթվածք։ Այժմ ինքը գտնվում է Երևանի համար առաջին կլինիկական հիվանդանոցում։ Այժմ բարձրական լուրեր։ Վերջերս Հայաստանի ազգային հաղթականը Բրազիլիա միական հանդիպում անցկացրեց տեղի թիմի հետ։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ Հայաստանի բասկետբոլի հավաքականը Ամերիկայում հանդիպում անցկացրեց Ամերիկայի հավաքականի հետ։ Խաղն ավարտվեց 107-86 հաշվով օգուտ Հայաստանի բասկետբոլիստների։ Եղանակը Հայաստանում։ Օդերաբուժաբանները մեզ տեղեկացնում են, որ Ստամբուլից Հայաստանը ներխուժել 4 հոսանքներ և հետագա օրերին Հայաստանում սպասվում է ձուն։ Դիլիջանում ձյան շերտը կհասնի 70 սանտիմետրի։ Այդ ընթացքում և Սևանի լճում լիճ կսառչի և
մեր Տատավուշի մարզում սպասում է 3 օր անընդհատ ձուն։ Մտակավոր էին եղանակը Պարսկաստանից լինել ուժի տտակուսան եւ եղանակը նորից կպարզի։ Երևանում սպասում է առանց դրումների եղանակ։ Գիշերը կլինի 15-ից 20 աստիճան ցուրտ, ցերեկը 10-ից 15 աստիճան տաքություն։ Դուք լսեցիք այսօրվա լուրերի հաղորդումը։ Բարև բարեկամներ, այժմ եթերում է գիշերային հեքիաթ հաղորդումը։ Այժմ լսեք մի քանի հեքիաթներ։ Մի մարդ Սպիրիդոն անունով գնում է քաղաքային կրպակ եւ այնտեղից ուզում է ծրագիր։ Եվ վաճառողին ասում է, հարցում է ծրագիր ունեք, վաճառող ասում է այո։ Դե տվեք, տտային մարտագրեմ եւ մի շաբաթից կբերեմ։ Մի անգամ նապաստակը մտնում է ավտոբուս եւ տեսնում է, որ վագրը իր տեղը նստած է։ Ասում է վագրը վեր կաց։ Վագրը թե բա ոնց թե վեր չեն գնում։ Ասում է չէ, վագրը ասում է վեր կաց թե չէ, դի մասնապել դի։ Վագրը իմանում է, որ կարող մոտ զենքլի ու վախում է վերակենում։ Իսկ երբ որ արդեն տեղ են ասում, ավտոբուսից իջնում են, վագրը մոտիկա նապաստակին ասում է, նապ ասում է, հարցնում է մոտ չլի, որ ասում իր թե էլ են վախապել դրի, խեն վախտ ինչ էր եղել։ Դա ասում են տեղը ջներ նստած, ինչքան ասեցի վեր չկասավ, մինչև վեր ոտի վրա գնացի։ Ես ցանկանում եմ բայ գիշեր եւ անուշ իրավներ։ Գնա գտի